աղոթքը եւ բարի գործերը։ Աղոթքը մարդուն հայտնի ամենազորեղ ուժն է։ Նրանով հեռացնում ենք թվացյալ չհաղթահարվող խոչընդոտները։ Աղոթքով կարողանում ենք հատել, անցնել տարբեր երկրների ու աշխարհամասերի սահմանները, որոնք ֆիզիկապես անանցանելի են։ Սակայն մինչ աղոթքի կանգնելը անհրաժեշտ է որոշ պահանջներ իմանալ։ Աղոթքը հարկավոր է ճիշտ անձին ուղղել։ Քարե եւ փայտե կուռքերը չեն կարող լսել ու հասկանալ աղոթքները։ Միայն Աստված է, ով լսում եւ պատասխանում է մեր աղոթքներին։ Կենդանի եւ ճշմարիտ Աստվածն է։ Դա այն Աստվածն է, ով ուղարկեց Տեր Հիսուս Քրիստոսին մարդու համար մեռնելու։ Եվ հենց այդ Աստծուն դուք պետք է ուղղեք ձեր աղոթքները։ Աղոթքը պետք է խոնարհությամբ լինի։ Աղոթքով հարկ չկա Աստծուց հարստություն խնդրելու։ Հնարավոր է դա Աստծու կամքը չէ։ Աստված լսում է հետևյալ աղոթքները. Աստված իմ, ողորմիր ինձ մեղավորիս։ Աստված իմ, օգնիր ինձ, որ կյանքիս վերաբերյալ քո կամքը հասկանամ։ Աստված իմ, օգնիր ինձ, որ մաքուր կյանք ապրեմ, որպեսզի քո մասին ուրիշների համար բարի վկայություն լինեմ։ Աստված լսում է նաև ուրիշ աղոթքներ եւ պատասխանում դրանց։ Նա կամենում է, որ դուք ձեր բոլոր դժվարություններով հանդերձ մոտենաք իրեն, քանի որ կամենում է ղեկավարելու առաջնորդել ձեզ եւ ուղղել ձեր կյանքի յուրաքանչյուր քայլը։ Աղոթքը պետք է Աստծու կամքին համապատասխանի։ Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նա, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Հովհաննես 5:14 խոսք։ Աստված կլսի նրանց աղոթքները, ովքեր ընդունել են Տեր Հիսուս Քրիստոսին եւ կպատասխանի դրանց։ Հնարավոր է նա միանգամից չպատասխանի մեր աղոթքներին եւ միշտ չէ, որ մեր կամեցածի համեմատ, սակայն նա գիտի, թե որն է մեր համար լավագույնը եւ կպատասխանի հարկ եղած կերպով։ Աղոթքը հարկավոր է Հիսուս Քրիստոսի անունով ասել։ Աստծո եւ մարդու միջև միակ միջնորդը Հիսուս Քրիստոսն է։ Նա ասաց. ինչ որ հորիցը խնդրեք իմ անունով, կտա ձեզ։ Հովհաննես 16:23 խոսք։ Ցանկանում եք արդյոք ձեր աղոթքների պատասխանները ստանալ։ Հիշեք անհրաժեշտ պայմանների մասին։ Դուք պետք է ճիշտ անձին աղոթել, խոնարհությամբ, ամբողջ սրտով, Աստծու կամքի համաձայն եւ Հիսուս Քրիստոսի անունով։